Հավատանք Փաշինյանի հայտարարությանը։ Այս դեպքում կարող ենք հավատալ, թե չէ, որ իրենք չեն գնում բարակապակցություն էր հավատալ Փաշինյանի հայտարարությանը։ Բոլոր հնարավոր մեթոդների իրենք դիտարկվում են, ովքեր ստիպողաբար գնացին ու ընտրեցին այս իշխանությունը, իրենք մեզանից ավելի բեժբեթար են ատում իրենց։ Իրանը շատ կոշտ սատկացնելու է այդ թրիպ կոչեցյալ պրոյեկտը հենց բոխախի մեջ։ Ձեն հանեք։ Բայց ձեր թեման փակել եք, բայց ձեր ազիզ աղբեր ադրբեջանցիները ասում են, որ պետք է դուք հարցը լուծեք, ձեզ հրահանգ են իջացել, ծպտուն հանեք, փրկում եմ քո իշխանությունը, որովհետև խնդիր կա արևմտյան Ադրբեջանի ձևավորման։ Սա գիտեք ինչ կռիվ է, որ դուք չլինեք արևմտյան Ադրբեջանի հպարտ քաղաքացիներ։ Այդքան բան։ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյան չէ եւ հեղափոխությամբ Նիկոլ Փաշինյանից իշխանություն չես կարող վերցնել։ Ես դա չասեցի։ Իսկ չեք վախենում, որ ձեզ էլ կձերբակալեն։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը Արման Աբովյանն է, ԲՀԿ ցուցակի 14-րդ համարը։ Ողջույն Արման։ Բարև ձեզ։ Եվ կարող եք ասել, որ ԲՀԿ-ն հաշտվել է այն մտքի հետ, որ չի անցնում ազգային ժողով։ Ոչ։ Իսկ ինչ քայլեր եք ձեռնարկում։ Բոլոր սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված քայլերը մենք իրականացնելու ենք, սկսած դեք դուք տեղյակ եք, որ դատավարություններ էին տեղի ունեցել, կենտրոնական ընտրական նկարչական, միությունը, դե նկարչական միությունը ըստ էության, գողացավ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունների Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ըստ էության ոչ թե գողացավ, դե լավ, սենց ձևակերպենք, չեզոքացրեց, Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները ըստ էության մտցնելով այն փոշին եւ փոխանցելով այլ քաղաքական ուժերին, մասնավորապես իշխանությունը, բայց դա չի հարցը, հարցը նրանումն է, որ ոչ մենք չենք հանդուրժել եւ այստեղ բնավ ԲՀԿ-ի հարցը չի։ Բայց կոնկրետ ԲՀԿ-ի ձայներն են գողացել, ինչպես ոչ միայն, մենք երբ որ ստուգումներ էինք անում, գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը այս կամ այն առումով գտել էին իրենց վերաբերվող իրենց մասով անճշտություններ բառը չի սազում, ասեմ ավելին ընտրատարածք ունեին, որտեղ օրինակ առհասարակ եւ ընդհանրապես ինչ-որ քաղաքական ուժերից մեկի, մասնավորապես Համարութի, եթե չեմ սխալվում, քվեաթերթիկները ընդհանրապես չկան։ Պարզ է, որ աղմուկից հետո սրանք որոշեցին մի քիչ խաղալ, գիտեք ոնց օրինականություն, բայց քանզի իրենք անտաղանդ են, ամեն ինչում են անտաղանդ։ Ինչ է կոնկրետ անելու ԲՀԿ-ն, Արման։ ԲՀԿ-ն այս պարագայում արդեն իսկ հայտարարել է, որ մենք դիմում ենք ՍԴ եւ մենք եւս մեկ անգամ կրկնեմ, օրենքով եւ սահմանադրությամբ ընձեռնվել ես սահմանադրական դատարան։ Դու process-ի մեջ է, թե չեմ սխալվում, արդեն այդ դիմումները պատրաստված են կամ այսօր կամ վաղը, մենք տեղավորվում ենք այն ժամանակահատվածային, լյուֆտի մեջ, որովհետև նվազագույնը իրավական առումով փաստաթղթավորման եւ ճշգրտման խնդիր կար, որը արդեն իսկ լուծվել է այսօր կամ վաղը։ Տեսեք Արմանի, երեք Հայաստանի դեռ գործող վարչապետը եւ այս ընտրությունների արդյունքում ինքնահռչակված կարելի ասել վարչապետը հայտարարեց, որ եթե ընդդիմությունը այսքան գոռում է, որ ընտրությունները կեղծվել են, ինչու հրապարակները դատարկ են, ինչու չկան բողոքի ակցիաներ եւ անշուշտ եթե սա ասում է Փաշինյանը, կարող ենք ասել, եթե ասում է, ուրեմն պետք է հակառակը անենք, բայց մյուս կողմից կա հստակ, որպես լրագրող եմ ասում, որ տասնյակ տարիներ շարունակ հետևել եմ տարբեր երկրների նախընտրական գործընթացներին եւ սովորաբար երբ ընդդիմությունը կամ որևէ մի կողմ, մասնակիցներից ասում է, որ կեղծվել են ընտրության արդյունքները, ուրեմն մարդիկ դուրս են գալիս փողոց։ Բողոքի ակցիաներ են լինում, եթե այդ ակցիաները չկան, իսկապես դա մի քիչ տարօրինակ է կողքից նայվում։ Նվազագույնը 2 անգամ բողոքի ակցիա անցկացրել ենք, մարդիկ դուրս են եկել փողոց, խոսքը գնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ունեցած իրադարձությունների մասով, այսինքն այստեղ մենք ոչ մի բանով կաշկանդված չենք, բայց երբ որ նույն ձեր մատնանշած անձը այդպիսի բան է ասում, պետք է շատ հստակ եւ բարձ հասկանալ, որ այն ռեպրեսիվ ապարատը, որը ինքը միացրել է ոչ միայն քաղաքական կուսակցությունների եւ քաղաքական կուսակցությունների լիդերների հանդեպ,
այլ առհասարակ մարդկանց, ինքը այնուամենայնիվ ստեղծում է որոշակի մի իրավիճակ, որը իհարկե բնավ չի հերքում մարդկանց եւ քաղաքական ուժերի իրավունքը դուրս գալ փողոց, բայց այնուամենայնիվ մենք այսօր ապրում ենք հաշվի առնելով ձեր բեքգրաունդը, հա, մի իրավիճակում, երբ որ Փաշինյանի հայտարարությունը նման է մի հետեւյալ իրավիճակի, երբ որ դանակը դնում ես մեկի կոկորդին ու ասում ես դե հիմա մի հատ հլը բան արա, դիմադրի, դանակը դրել ես։ Այսինքն ուզում եք ասել, որ Փաշինյանը Հայաստանում ստեղծել է մի իրավիճակ, որի պայմաններում հնարավոր չեն բողոքի ակցիաները։ Չէ, հնարավոր են բողոքի ակցիաները։ Մենք այստեղ խոսում ենք մակարդակի մասին, ես բնավ նպատակ չունեմ, հա, ձեր հարցից խուսափել, բայց այստեղ պետք է շատ հստակ եւ պարզ հասկանալ, որ բողոքի ակցիաները ամրագրված սահմանադրությամբ անբաժանելի մասն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքի եւ այս պարագայում առայժմ ես չեմ հնչեցնի, հա, ոչ մի բան, որովհետեւ ինչպես եւ ասացի, մեր բոլոր գործողությունները իրենք բացառապես սահմանադրության եւ օրենքի շրջանակում։ Արման, տեսեք, երեք Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդը Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ սկսում են ընդդիմադիր ընդհանուր միավորվելու, ընդդիմության միավորվելու հետընտրական գործընթաց եւ նույնիսկ ասաց, որ սխալ են իրենք գործել, որ այդ գործընթացը չեն սկսել ընտրություններից առաջ։ ԲՀԿ-ն ինչպես է արձագանքում Սամվել Կարապետյանի այս հայտարարությանը։ Քանզի ես հիմա հենց այս պահին չունեմ իրավասություններ, հա, ընդհանուր կուսակցության կողմից եւ կուսակցության ղեկավարության եւ Հանձնասպան Ծառուկյանի անունից ինչ որ բաներ ասել, ապա իմ պատասխանը կլինի հետեւյալը, որ ըստ էության առաջին կոչը եւ մենք գոհունակությամբ ֆիքսում ենք, որ այդ կոչը հասավ տեղ, արել ենք հենց մենք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, երբ որ հայտարարել ենք, որ մենք սկսում ենք կոնսուլտացիաների եւ համատեղ գործողությունների ասենց ասենք կոնսուլտացիաներ եւս մեկ անգամ ներողություն տավտոլոգիայի համար, հա, գործընթաց, որը ակնհայտ երևաց նույն ամսի 14-ին հունիսի, երբ որ ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր իրական, ես կրկնում եմ, հա, ոչ թե գրպանի ընդդիմությունը, իրական ընդդիմադիր ուժերը բոլորը միասին ֆիքսեցին, հավաքվեցին, իրար գլուխ հավաքվեցին, միգուցե նպատակ դրված չէր, հա, հոց բազմություն հանել դուրս եւ այլն, բայց այնուամենայնիվ կարելի ասել, որ այդ համախմբումը, այս խայտարակ ապօրինի լկտի, ինչպես ուզում եք, ինչ ուզում եք ասեք, հա, գործընթացներին ընդդիմանալու պահով արդեն իսկ կայացել է եւ մենք էինք, երբ որ կոչ արեցինք, ասեցինք ժողովուրդ ջան, սա շատ կարևոր մի նյուանս է, որ մեր հեռուստադիտողները հասկանան, խնդիրը Բարգավաճի մեջ չի։ Մենք պետք է շատ հստակ հասկանանք, խնդիրը նրանումն է, որ այս վարչակազմը, որը հայտարարել է, որ ինքը ժողովրդավարը եւ ջաթագովն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներին, առաջին հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքը կարևորագույն սահմանադրությամբ ընդգծված քվեարկելու իրավունքը խփեց գետնով, երբ որ պարզապես որպես հստակ օրինակ հրաժարվեց անցկացնել վերաքվեարկություն 3 Արման, տեսեք ինչ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում։ Մի կողմից մենք ունենք իսկապես դատարկ փողոցներ, երբ չկան բողոքի ակցիաներ, նույն եթե չհաշվենք այդ ակցիան, որ տեղի ունեցավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, երբ հայտարարվեց, որ ԲՀԿ-ն այդ ամենայնիվ դուրս է մնում ազգային ժողովից, մյուս կողմից կան գործընթացներ, շատ բուռն գործընթացներ քաղաքական, ընդ որում շատ բարդ է հասկանալ այդ գործընթացների տրամաբանությունը, եթե մենք նայենք իշխանությունների հայտարարություններին, որովհետև մի կողմից տպավորություն է ստեղծվում, որ մենք բոլորս հասկանում ենք, որ իշխանությունները գոհ չեն այս արդյունքներից, իրենց իսկ հիստերիայի մեջ հստակ ասել, այո, հիստերիայի մեջ կեղծ ընտրությունների այդ արդյունքներից կարող ենք այդ կեղծ բառն արտահայտել արդեն հստակ, գոնե ես որպես լրագրող դա կարող եմ անել, եւ կար տպավորություն, որ գուցե իշխանություններն իրենք են ուզում նոր ընտրություններ անցկացնել, բայց այսօր Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ նման ծրագիր չունեն։ Այդուամենայնիվ, եթե իրենք ստացել են 3/1/3-ից պակաս ձայն, 2/3-ից պակաս ձայն, այսինքն սահմանադրական հարցը սահմանադրական
հանրաքվեի մասին է։ Ինչ են իրենք անել, ուզ ձեզ։ Տեսեք, Դուք բացառում եք, եթե մենք հավատանք Փաշինյանի հայտարարությանը։ Հավատանք Փաշինյանի հայտարարությանը։ Այս դեպքում կարող ենք հավատալ, թե չէ, որ իրենք չեն գնում բարակապակցություն էր հավատալ Փաշինյանի հայտարարությանը, տեսեք, եկեք ֆիքսենք հետևյալը։ Ես ես հետ մի անգամայն համաձայն եմ, որ ձևավորվել է մի ունիկալ իրավիճակ, երբ որ ընդդիմության եւ իշխանության որոշակի տեսլականը մի կետում խաչվում է։ Այս կողմն էլ եւ այս կողմն էլ, հա, հայտարարում Գոհ չեն ընտրություններից եւ ասում են, որ կեղծ են։ Գոհ չեն, ասեմ ավելին, եթե ընդդիմության պարագայում դա լրիվ հասկանալի է, ապացուցելի է եւ այլն, ապա իշխանությունների պարագայում բացի այս ամենից ունենք մի իրավիճակ, երբ որ իրենք ի սկզբանե այն ինստիտուտը, որի լեգիտիմության հիման վրա իրանք ձևավորում են եւ որը իրականում իրենց կարելի է, որովհետեւ իրենք խնդիր ունեն ի կատարածել հրահանգների իջեցրած Բաքվից եւ Անկարայից, իսկ այնտեղ իրենց հստակ ասում են, տես, հա, անես չլինի ինչ որ բան ստորագրենք, վաղը իրավիճակ փոխվի, գան ասեն դե դուք ապա լեգիտիմ եք։ Եվ այդ իսկ պարագայով մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ իշխանությունը, շատ կարևոր է ընդգծել, ապա լեգիտիմացնում է ազգային ժողովի ընտրությունները ու բնականաբար ընդդիմության մասով, երբ որ ասում է 70%-ը կամ չգիտեմ ամբողջ ընդդիմությանը ձայն տվածները գարշահոտ մարդիկ են։ Բայց որ մենք միջև վերջ հասկանանք, հա, ինչ է կատարվում, մենք ունենք մի իրավիճակ, որ այո, ես դες հետ համաձայն եմ, սրանցից ամեն ինչը սпасելի է։ Իրենք խնդիր, տեսեք, իրենց խնդիրը ոչ թե լեգիտիմությունն է, իրենց խնդիրը, որ այդ լեգիտիմությունը պայմանական ընդունելի լինի Բաքվի եւ Անկարայի համար։ Սա է իրանց խնդիրը։ Արման, տեսեք, իսկապես շատ հետաքրքիր իրավիճակ է եւ բազմաթիվ հարցեր են ծագում այս իրավիճակի հետ կապված։ Օրինակ, հա, եթե ընդդիմությունը, ընդ որում բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որ մասնակցել են ընտրություններին, ասում են, որ դրանք կեղծ են։ Դրա հետ մեկտեղ Փաշինյանը հայտարարում է, որ դրանք բոլորն ովքեր ձայն են տվել այդ եռագլուխ պատերազմի ուժերին, բոլորը կաշառքով են ձայնը տվել։ Ինչու ընդդիմադիր ուժերը չեն նախաձեռնում մի գործընթաց, երբ բոլորը, ովքեր մասնակցել են Հայաստանի քաղաքացիները, որ մասնակցել են ընտրություններին եւ իրենց ձայնը տվել են ընդդիմադիր ուժին, ինչ որ մի ձևով ստորագրահավաքի տեսքով ով ասես որ չի նախաձեռնում։ Նախաձեռնվում է, ես չեմ ասում նախաձեռնում է թե ոչ։ Քանզի մենք գտնվում ենք շատ ակտիվ նախնական փուլում այս հետընտրական գործընթացների, ապա միանշանակ պնդել ինչ որ բան նախաձեռնում է թե չի նախաձեռնում, իմ կարծիքով ամեն դեպս սա իսկապես շատ լուրջ գործիք կարող է լինել ցույց տալու համար, որ շուրջ 500,000 Հայաստանի քաղաքացի, եթե 500,000 որում 500,000 չի, ավելին է, 700-ի մոտ է, առավել ավելին է, իսկ հաշվի առնելով այն, որ այս իշխանությունը օգտագործելով բոլոր հնարավոր եւ անհնարին մեթոդները իրեն, հա, տենց 700,000 եթե չասխամ ինչ-որ ձեն արես, մենք հասկանում ենք, չէ, որ իրենք չունեն 700,000 ձեն։ Խնդիրը հետեւյալն է, տեսեք, ես անկեղծ եմ ասում, ես չգիտեմ ընդհանուր ընդդիմադիր դաշտը, ինչ քայլերի է, հա, նախապատրաստվում կամ ինչ քայլեր էին անում, բայց ես կարող եմ վստահաբար ասել հետեւյալը. բոլոր օրենքով նախատեսված հնարավորությունները իրենք պետք է օգտագործվեն եւ կասկած անգամ չունեմ, որ իրենք օգտագործվելու են դուք լինելով թղթակից հստակ པարզ ուղիղ հարցադրում եք դնում, որին ակնկալում է ուղիղ པարզ եւ հստակ պատասխան։ Այս պարագայում հաշվի առնելով բոլոր հանգամանքները ես կարող եմ միայն եւ միայն հստակ པարզ եւ ուղիղ ասել հետեւյալը. բոլոր հնարավոր մեթոդները իրենք դիտարկվում են եւ չի կարող ստեղծվել ինչ որ մի իրավիճակ, երբ որ այս կամ այն առումով, հա, ինչ որ մի տարբերակը, որը կպաշտպանի Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքից, դուք խոսում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների մասին։ Նվազագույն։ Ինձ ոչ ոք չի տվել կաշառ, բայց ես գնացել եմ անդիմության ձայն եմ տվել։ Տեսեք, ես ձեր թույլատրությամբ մի հանգամանքի վրա էլ ուշադրություն կդարձնեի, որը ըստիս շատ կարևոր է, որ մենք հասկանանք տրամաբանությունը, եթե մենք չենք հասկանում process-ի տրամաբանությունը, չէ, մենք չենք կարող, չէ, կառավարել process-ը, նվազագույնը մեր մասով։
Իսկ այսօր ունենք երկու փաստ եւ այդ փաստերի հիման վրա պետք է անենք հետեւություն։ Փաստ համար 1. Իշխանությունը ըստ էության տարանջատեց հայերին իրեն ընտրողներից։ Դա բնավ չի նշանակում, որ իրեն ընտրողները հայ չեն, ընտրողներ ոչ թե ստիպողաբար, որովհետեւ այն մարդիկ, ովքեր ստիպողաբար գնացին ու ընտրեցին այս իշխանությանը, իրենք մեզանից ավելի բեժբեթար են ատում իրենց։ Դա չի հարցը։ Խնդիրը նրանումն է, որ մենք այսօր ունենք մի ունիկալ իրավիճակ, որը միգուցե եւ ընդդիմադիր, դաշտի համար բարենպաստ է, բայց այնուամենայնիվ եկեք ֆիքսենք, որ Հայաստանի Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությունը այս իշխանության դեմ է։ Հիմա, երբ որ դուք ասում եք, ինչ դուք կօգտագործեք, մենք պետք է շատ հստակ եւ պարզ հասկանանք, որ բացի դրանից հասարակությունը նաեւ սեգմենտացված է եւ ամեն մի սեգմենտ, չէ, համաձայն իր դժգոհությանը հիմնվելով ատում այս իշխանությանը։ Ինչից հետևություն, որ այո, ընդդիմությունը ըստիս ընդ որում հավաքական առումով ոչ մեկին չեմ մատնանշում, այո, ունի ունիկալ շանս նվազագույնը արդյունավետ պաշտպանի Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերը։ Ես համաձայն եմ ձեզ հետ։ Տեսեք, ես փորձում եմ հիշել վերջին օրինակ 20 տարիներին, որ երկրներում են եղել նման իրավիճակներ, ինչին է նման այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում։ Ամենամոտը այն իրավիճակն է, ինչ տեղի էր ունեցել Ուկրաինայում 2004 թվականին, երբ հայտարարվեց Յանուկովիչի հաղթանակի մասին, հետո նաև արևմուտքի ճնշման տակ որոշվեց չեղարկել այդ արդյունքները, այդ ընտրությունների արդյունքները եւ հայտարարվեց երրորդ փուլ, այսինքն մի բան, որ աննախադեպ էր։ Ամենաշատը այսօր ինչ տեղի է ունենում Հայաստանում նման է այդ իրավիճակին, համենայնիվ նախընտրական այս կոնֆիգուրացիան է դրա նման մի տարբերությամբ, որ 2004 թվականին Ուկրաինայում այդ գործընթացները տեղի էին ունենում արևմուտքի շատ ակտիվ միջամտության պայմաններում, այսինքն արևմուտքը իսկապես անդիմության մեջքին էր կանգնել, Յուշենկոյի ասում էր, որ այս ընտրությունները կեղծվել են եւ այլ եւ ըստ էության ստիպեց Ուկրաինայի իշխանություններին գնալ երրորդ ժամկետի։ Մեր իրավիճակում բոլորովին այլ է, արևմուտքը կանգնել է Փաշինյանի կողմը եւ նույնիսկ արևմուտքի համար արևմուտքը չէ, թուրք-ադրբեջանական տանդեմը, որի հիմնական հովանավորն է արևմուտքը։ Եկեք ճիշտ ձևակերպենք։ Ճիշտ ձևակերպենք եւ մյուս կողմից ընդդիմությանը այսպես արչի ծառայություն է ըստ էության մատուցել Մոսկվան, որովհետեւ այդ հայտարարությունները, որ պետք է գնալ հանրաքվեի Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարել, դա սուտ պահանջ է, որովհետեւ Հայաստանին ոչ ոք Եվրամիություն չի հրավիրել եւ Հայաստանի քաղաքացիներին ասել գնացեք հանրաքվեի եւ ասեք դուք ում հետ եք ուզում լինել Եվրամիության թե Եվրասիական տնտեսական միության հետ, դա աբսուրդային է, որովհետեւ նման հրավեր Հայաստանին ոչ ոք չի տվել եւ այնուամենայնիվ նույնիսկ եթե նման հրավեր Հայաստանին ոչ ոք չի տվել, Հայաստանը հետեւողականորեն շարժվում է դեպի այն աշխարհակաղակական կենտրոն, որը իր ստրատեգիկ նպատակն է հայտարարել Ռուսաստանին եւ Եվրասիական վեկտորին ռազմավարական պարտություն տալու։ Դուք չեք համարում, որ սխալ է Մոսկվայի կողմից այս հայտարարությունը։ Տեսեք, ես չեմ քննարկում Մոսկվա, Բրյուսել, Վաշինգտոն շատ պարզ պատճառով։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ Մոսկվան պաշտպանում է հայ ժողովրդի շահերը, կամ Բրյուսելն է պաշտպանում, կամ պաշտպանում է հայ ժողովրդի շահերը Վաշինգտոնը, չարաչար սխալվում եք։ Ռուսաստանը պաշտպանում է Ռուսաստանի ժողովրդի շահերը, Բրյուսելը պաշտպանում է եվրոպացիների շահերը, Միացյալ Նահանգները պաշտպանում են իրեն ժողովրդի շահերը։ Ասեմ ավելին, եւ չզարմանաք, Թուրքիան պաշտպանում է թուրքերի շահերը, Ադրբեջանը Ադրբեջանի շահերը։ Այս իշխանությունը, այն որ դուք որ բերում եք համեմատական, ինքը պաշտպանում է իշխանության շահերը, սկզբունքային տարբերությունը։ Ճիշտ են անում ռուսները, թե սխալ են անում։ Ես այս պարագայում չեմ քննարկում, որտեղ իրենք դա անում են ոչ թե դուրս գալով Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից, այսինքն կհակասի թե չի հակասի, դա չի խնդիրը։ Այլ խնդիրը նա է, որ այդ մարդիկ տեսնում են հետեւյալը, ձևավորում է Հարավային Կովկասում հակառուսական մեծ պլացդարմ, թե ինքը կվերանա այդ պլացդարմը, կվերածվի արևմտյան Ադրբեջանի եւ իրանց հետաքրքիր չի։ Երբ որ մենք փորձում ենք հասկանալ, ասենք, տեսեք ռուսները էս ինչ բան են անում, ներողություն էլի։
Ռուսը ինչ է ասում, ռուսի շատ կարճ ասած, ախպեր ուզում ես գնաս դեպի մեր թշնամի, գնա, բայց Ոչ մեր հաշվին։ մեր հաշվին մի գնա, Չեք կարծում, որ այն ինչ տեղի է ունենում այսօր Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ամբողջովին փոխում է եւ սպասումները եւ ծրագրերը հարավային Կովկասի հետ կապված, որտեղ մենք արդեն գործ ունենք Իրանի հետ, որը որ ստիպել է Միացյալ Նահանգներին գնալ ըստ էության կապիտուլյացիայի։ Տեսեք, ըստ էության մենք չունենք այն փոփոխության, հա, վեկտորը, որի մասին դուք խոսում եք, ինչի համար։ Ի սկզբանե արդեն իսկ պարզ էր եւ դա բազմաթիվ անգամ օրինակ ես իմ վերլուծականներում նշել եմ, որ տեխնիկապես հաղթել 80 միլիոնանոց երկիր, որը ունի շատ կարևոր գաղափարական հենք եւ որը ունի նվազագույնը ինքնաբավ, ասենք ասենք տեխնոլոգիաների, հա, ցանկ անհնարին է։ Խնդիրը այլ է, որ սրությունը խնդիրների, որոնք մեզ են վերաբերվում տարածաշրջանում, ինքը հիմա աստիճանաբար թռնելու է օդ։ Ինչու՞մն է դա արտահայտվելու։ Նախ սա բնավ չի նշանակում, որ Իրանը արևմտյան, հա, պատերազմը վերջացավ։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները ընդունեցին, որ այս տիպի ստրատեգիան չի բերում իրենց նպատակներին։ Համաձայն ենք։ Համաձայն ենք։ Այսինքն ռազմական գործոնը պետք է անել մեջտեղից։ Չէ, գիտեք ոնց, ինքը այն ճնշումը չիրականացրեց։ Երկրորդը, որ սրանք աշկերը չռած չեմ ուզում վիրավորեմ, էլի։ Դուս են գալի ու թրիփից են խոսում։ Ես հասկանում եմ, իրենք համարում են հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը չունի այդքան ինտելեկտուալներ ուժ, որ հասկանա, թե սրանք ինչ են արել, խոսքը իշխանության մասին, թրիփը, որը ըստ էության Զանգեզուրի միջանցք է, պարզապես գեղեցիկ ամերիկյան ուպակովքի մեջ։ Հիմա տեսեք, համաձայնում ենք երկու հանգամանքի հետ։ Առաջինը, Իրանը դիտարկում է Զանգեզուրի միջանցքը, այսինքն թրիփը, որպես իր համար ռազմավարական վտանգի աղբյուր։ Կարող է հիմա սկսի ուրիշ ձև Չի կարող։ Նեղություն էլի Իրանի չի կարող ոչ թե նրանից սա կանխատեսում չի։ Սա նվազագույնը միջնաժամկետ ստրատեգիական տեսլական է, չի կարող։ Կարող են երկար պատմել ինչի, բայց չի անելու։ Եվ երկրորդը Միացյալ Նահանգների հենարանը տարածաշրջանում, դա բնավ Հայաստանը չի։ Թուրքիան է։ Թուրքիան առաջի հերթին, երկրորդական գալիս է Ադրբեջանը, երրորդական Վրաստանը, որքան է տարօրինակ չհնչի, չէ՞։ Նկատել եք վրացիները եվրոպացիների հետ բավականին սրված հարաբերությունների մեջ են, բայց ամերիկացիների հետ բավականին նորմալ։ Եվ նոր չորրորդ տեղում Հայաստանը, այսինքն Հայաստանը ստորադասել է իրեն տարածաշրջանի խաղացողների շահերի ներքո, առաջնային Բաքվի հրահանգների կատարման։ Բայց երբ որ խոսում ենք Իրանի մասին, ուրեմն տեսեք, եթե Իրանը չի վերահսկում իր սահմանների երկանքով անվտանգային մթնոլորտը, ոչ թե տարածքը, այլ անվտանգային մթնոլորտը, ապա դա լրջագույն խնդիր է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար։ Ինչի համար։ Միացյալ Նահանգները ստորագրեցին Իրանի հետ փաստաթուղթ։ Փաստաթղթի մեջ հստակ նշված է, որ կողմերը պարտավորվում են չկատարել այնպիսի քայլեր, որոնք կվտանգեն Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ներողություն, Միացյալ Նահանգների եւ Իրանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Իրանը արդեն իսկ հայտարարել է, որ յուրաքանչյուր գործընթաց արտա սահմանային տրամաբանության մեջ Հայաստանի Հանրապետության տարածքով, այսինքն միջանցքը վտանգում է իր ազգային շահերին։ Հետևաբար թրիփ կոչեցյալը Զանգեզուրի միջանցքը հնարավոր է իրականացնել, ինչպես սրանք են ասում, միայն եւ միայն հաշվի առնելով Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի շահերը։ Այս պարագայում Զանգեզուրի միջանցքը դադարում է հետաքրքիր լինել Թուրքիա եւ Ադրբեջանի համար։ Մենք մոռանում ենք խորքային process-ը։ Իսկ խորքային process-ը հետեւյալն է, որ այո, ամրապնդվելու է Իրանի դիրքերը հարավային Կովկասում, մեծ կասկածներ ունեն, որ առհասարակ կհաջողվի իրականացնել թրիփը այն տեսքով, որով կա, եւ երրորդը Հայաստանը ըստ էության ինչքան ուժ ունի, այսինքն, մի նայեք սրանց հայտարարություններին։ Դե ֆակտո ինչքան ուժ ունի, փորձեց հակադրվել Իրանին, ինչը ըստ էության արդեն այս փուլում ցույց է տալի հետեւյալը. Իրանը շատ կոշտ
իրանական ձևերով կոշտ։ Արևելյան ձևերով։ Հա։ Շատ կոշտ։ Ուղղակի սատկացնելու է այդ TRIP կոչեցյալ պրոյեկտը հենց բոխախի մեջ։ Արման, տարածաշրջանային հարցերը բավականին հետաքրքիր են, բայց ես ուզում եմ վերադառնալ հենց մեր հարցերին, այդ թվում նախընտրական այս գործընթացին։ Նկատեցիք արդյոք, որ Ալիևը երբ իր ռետորաբանությունը մեղմել էր վերջին 3 ամիսներին, մինչև ընտրություններ, գրեթե չէինք լսում այսպես նախկինի պես կոշտ հայտարարություններ, այսօր Բաքվից նորից այդ հայտարարությունները հնչում են, ոչ միայն Օրդուբադից, Ալիևը նաև հայտարարել է, որ մենք երբեք չենք մոռանա, թե ինչ է արել Հայաստանը, այո, բանկերի թե Հայաստանը ինչ է արել մեզ հետ, այսինքն հենց առաջին հնարավորության դեպքում, առաջին միջազգային հարթակը Ալիևը օգտագործեց նորից Հայաստանի դեմ կոշտ հայտարարություններ անելով։ Կարող ենք եւ նաեւ ձեր ասած Օրդուբադի հայտարարությունը, երբ ըստ էության Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը, որ խոսեց ոչ միայն արևմտյան ադրբեջանցիների Հայաստան այսպես կոչված վերադարձի մասին, այլ նաեւ հստակ նշեց, որ Հայաստանը պետք է հատուկ միջոցառումներ ձեռնարկի այդ մարդկանց անվտանգությունը ապահովելու համար, կարելի է միայն ենթադրել, ինչքան հեռուն կարող են գնալ Հայաստանի գործող իշխանությունները այդ անվտանգությունն ապահովելու հարցում։ Ըստ ձեզ, արդյոք գործընթացներն ավելի չեն արագանում եւ այս գործընթացները մի կողմից երբ Բաքուն կարծես թե ժամանակ չի տալիս Հայաստանին շփկելու։ Շատ լավ ինքը հասկանում է, որովհետեւ սրա ոտների տակ հողը վառվում է։ Հողը մի կողմից, այս դա եմ ուզում ասել, որ մի կողմից հասկանում է, որ հողը վառվում է, մյուս կողմից հասկանում է, որ գոնե այս պահին չկան բավական օրինական գործիքներ Փաշինյանի ձեռքում նույն սահմանադրությունը փոխելու համար, որովհետև ես չեմ ենթադրում, չեմ կարող պատկերացնել, որ Ալիևը հայտարարի, դե լավ, օքեյ, մենք համաձայն ենք ստորագրել պայմանագիր Հայաստանի հետ առանց սահմանադրության փոփոխության։ Պայմանագիրն էլ ստորագրել է առ ոչինչ է։ Մենք կրկին գնում ենք այլ ուղղությամբ։ Տեսեք, հարգելի հեռուստադիտողներ, բոլոր նարատիվները եւ նախազգուշացումները, որոնք հնչեցնում էին նախընտրական փուլում Գագիկ Ծառուկյանը եւ այլ քաղաքական գործիչները, խոսքը գնում անդիմության վերնախավի մասին, արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների բնակչության 300,000-ի վրա։ Այո, իմիջիայլոց այդ 300,000 թիվը իրենց սիրված Հիկմետ Հաջիևն էր հայտարարել, ում հետ sense երջանիկ ժպիտով Գրիգորյան Արմենը Արտասահմանյան պաշտոնյան էր, որ այցելեց Հայաստանը, Վասիլյատ հասկանա ինչ է կատարվում։ Չնայած այդ չէր եկել էր իրենց մի խոսքով։ Հիմա տեսեք, այն ինչի մասին հնչեցվում էր, դա ոչ միտը չի կորել։ Այսինքն այդ process-ները իրեն գնում են եւ ընդդիմությունը երբ որ ասում էր այ ժողովուրդ իրենք սա անում են, ինչ էր լսում։ Ինքը լսում էր հետեւյալը, որ ով է թեման բարձրացնում, լրտեսա, տես թեմա չկա, ղժղժալով ադրբեջանական նարատիվը ինչի է վերականգնել, տարածելով դուս եք գալ ասում են չկա տես թեմա, այդ թեման փակված է։ Բայց ձեն հանեք։ Բայց ձեր թեման փակել եք, բայց ձեր ազիզ ախպեր ադրբեջանցիները ասում են, որ պետք է դուք հարցը լուծեք, ձեզ հրահանգ են իջացել, ծպտուն հանեք։ Մենք հիմա ժամը, դե լավ, ժամը չասեմ, մոտավորապես երբ որ նկարում է այս հաղորդումը, կես ժամ առաջ ձեզ հրահանգ է իջացվել Բաքվից եւ Օրդուբադից, որ իրար եկեք, շուշուտ, դավայ, չգիտեմ, դուք ադրբեջաներին կիմանաք։ Շո բաներ են ձեզ ասել, բարեք Բա անվանում եք, ինձ էիք անվանում, իմ լիդերին էիք անվանում, որ տես բան չկա, այս սուտ ասաններ, բա խոսացեք, բա որ մենք ասում ենք, որ այդ թեման կա, խնդիրը ինչումն էր, որ դուս էիք գալի ու գիտեք… Խնդիրը ձայներ ստանալն է, Արման, հասկանալի ձևով է, ախր դա չի խնդիրը, իրենք համարում են այս իշխանության շատ ուղիղ առանձնահատկությունը գիտեք որն է։ Սրանք մի կողմից համոզվել են, որ իրանք շատ լավ ժողովրդին հասկանում են, դուք շատ լավ Ադրբեջանի ժողովրդին եք հասկանում, այ ժողովրդին չեք հասկանում, որովհետև այն տվյալները, որոնք այս ընտրության ընթացքում բերել էին ձեզ փակ ծրարներով տալիս էին նայում եք ու տենց պանիխիդայի դեմքով դուս եկաք ու իբր ձեր հաղթանակի մասին ասեցիք, շատ լավ ցույց է տալի իրական վիճակը։ Բոլորին կարակ խաբեք, բայց դուք ձեզ չեք խաբի, չէ՞։ Դուք ձեզ այդ տվյալները ձեր ձեռում կա, չէ՞, իրական ձեր սատարումը։ Եվ երկրորդը, դուք ինչով եք մտածում, որ ասում եք սուտ են ասում։ Ես գիտեմ ինչով եք մտածում։ Դուք կարծում եք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մարդիկ, հա, իրանք ձեզ
հա դուք կարծում եք, որ իրենք այտենց մտավոր ներողություն անմեղսունակ են, հա։ Չարաչար սխալվում եք, մտավոր անմեղսունակ նա է, ով ի սկզբանե կամ նրանք են, ով ի սկզբանե հակասում է փաստերին։ Այսինքն ձեր ասածը Արևմտյան Ադրբեջան եւ ադրբեջանցիների բանակեցնելու մասով գիտեք ինչ էր նման Ազատյան։ Որ առավոտից իրիկուն սրանք ճղում են իրաց մեջտեղից, ասում էին ով ասում է Մածունը սպիտակ է, ինքը շպիոն է, իրականում Մածունը սև է։ Առաջ էր Փաշինյանը ասել, որ քանի դեռ ինքը վարչապետ է, նման թեմա օրակարգում չի լինելու։ Բա պատասխանեք, փաստորեն։ Տեսեք, փաստորեն կա տես թեմա, հա Ազատյան։ Վայ։ Փաստորեն տեսեք, մի կողմից կա արդեն ակնհայտ։ Այսօր արդեն նաև ակնհայտ դարձավ, որ մի կողմից կա Բաքվի ճնշումը, որը այսօր կարծում եմ կավելանա։ Ճնշում չի։ Հրահանգների իջացում եք խոսում։ Ճնշումը ենթադրում է այս կողմից ես այդ ամենայնիվ համարում եմ ճնշում, մյուս կողմից կա նաև այս տնտեսական շատ բարդ վիճակը Ռուսաստանի հետ, ինչը ենթադրում է տնտեսության համար շատ լուրջ խնդիրներ եւ եթե նույնիսկ ինչպես հայկական մամուլն է վերջին օրերին գրում կա արդեն պայմանավորվածություն, որ Բաքուն կարող է գալ օգնության եւ գազ բերել Հայաստան, ռուսական գազ ավելի քան ռուսական գազի, կապ չունի թե ռուսական կլինի, դե ադրբեջանական կլինի, ամեն դեպքում ինչ գազել բերի Հայաստանին, մինչև այդ խողովակները կառուցվեն եւ այլ, բացի դրանից դրա դիմաց շատ լուրջ պահանջներ կներկայացնի, որտեղ ոչ ոք ոչ մեկին չի տալու շուկայականից սխալ տեղ են գնում գազ։ Ախր դուք տեսեք, երբ որ դուք ասում եք, որ Բաքուն ճնշում է գործադրում, դա նշանակում է, որ հայկական կողմը դիմադրում է, չկա տենց բան, ինքը չի դիմադրում, Բաքուն հրահանգներ է իջացնում, երբ որ դուք ասում եք Բաքուն գազ կտա դիմացը ինչ-որ բան պահանջելով, դա էլ այդպես չի, ինքը ի սկզբանե կասի ուրեմն սենց, փրկում եմ քո իշխանությունը, որովհետև խնդիր կա Արևմտյան Ադրբեջանի ձևավորման, պայմանական, դու դիմացը հա, օրինակ, չգիտեմ։ Բայց չի փրկել, չէ՞ Արման, դրա մասին եմ ասում։ Տեսեք, խնդիրը նրանում է, այն մարդիկ, ովքեր հիմա մեզ նայում են, իրենք պետք է շատ հստակ եւ բարձ հասկանան, ժողովուրդ ջան, այստեղ կռիվը, պայքարը, չգիտեմ, Քոչարյան Նիկոլ Փաշինյան, Ծառուկյան Նիկոլ Փաշինյան, Կարապետյան Նիկոլ Փաշինյան, այդ տիրույթում չի։ Դուք իրենք իշխանությունը փորձում է այդ տիրույթ բերի։ Հոգնել ենք արդեն այդ, որ գիտեք, հա, տենց ու տասնում են մարդկանց, սա Քոչարյան, Ծառուկյան, Սամվել Կարապետյան կռիվա, Նիկոլ Փաշինյան, չկա տենց բան։ Սա գիտեք ինչ կռիվա, որ դուք չլինեք Արևմտյան Ադրբեջանի հպարտ քաղաքացիներ։ Այդքան բան։ Ըստ ձեզ առաջիկա օրերին իշխանությունները կձերբակալեն Գագիկ Ծառուկյանին։ Ես այս հարցին ճիշտ ասած չունեմ պատասխան, կարող եմ ասել հետևյալը, որ այն որ ռեպրեսիվ ապարատը ըստ էության դարձել է միակ հենարանը այս իշխանության, դա ակնհայտ է, դա իրենք էլ չեն թաքցնում, երբ որ ճղում են իրանց մեջտեղից թավիշը վերջացավ, չգիտեմ, այ թե ինչ է դուրս տալու։ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է ձերբակալված լինել։ Ես կարող եմ ասել հետևյալը, որ այն կուսակցության լիդերը իմ ղեկավարս մեծ ես պատիվ ունեմ անցնել այս ամբողջ ճանապարհը եւ ինչի համար իրան շատ շնորհակալ եմ, որտեվ գերագույն երջանկություն է հայրենիքի համար պայքարել, ավելի քան համոզված եմ, որ երբեք չի փոխի, շատ կարևոր է։ Ինչ ուզում լինի իր հայրենիքի եւ իր պատվի հետ։ Սա ես կարող ասեմ հստակ։ Եվ այստեղ սա անպագորգոր բարև չի։ Ցավոք, թե ոչ ցավոք, մենք հիմա այն իրավիճակում ենք, երբ որ երբեմնի, հա, թվացող անպագորգոր խոսքերը կամ լոզունգները հիմա դարձել են մեր ապրելակերպը։ Եվ այո, կարող եմ ասել մի բան, որ իմիջիալս գիտեք ինչ, ասես մի կարևոր նյուանս էլ կա, մենք հասկանում ենք, չէ, որ սոցիալական իրավիճակը Հայաստանում պայթելու է շատ շուտով, այդ իրանց Եվրոմիություն, բան Ծիրանը ուղարկենք, այսօր չէ, կեժան բացատրվել, որ Ծիրանը փչանում է, բան, էլի։ Այսօր ասում էր դուք գնացեք ուրիշ շուկաներ փնտրել։ Դե բա ինչ պետք է ասի։
Բայց այստեղ կա մի շատ կարևոր նյուանս։ Իրենք աշխատում են նեոբոլշևիկյան կամ նեոմակիավելիական, դե լավ sense ասենք, սկզբունքով, երբ որ հացը պակասում է, պետք է ավելանա պայմանական զվարճանք, այսինքն կարծինկաները, հա, շոուները, հա, եւ այս պարագայում իրենք լուծում են երկու հարց, մի կողմից փորձում են գտնել մեղավոր շմոտալուտ, հա, այն կոլապսին, որը արդեն եկել է։ Ասենք ոչինչ որ խնդիր ունեք, որ չեք կարողանում։ Հա, մեղավորով է, վաստակել, բայց տեսեք Քոչարյանն ու Ծառուկյանը նստած։ Օրինակ, հա, կամ չգիտեմ Քոչարյանի ու Ծառուկյանի մասով, իհարկե Աստված ոչ ան, ես չեմ ուզում ոչ ոք նստի, որովհետև դրանով ակնհայտորեն, հա, լուծվում է միայն այդ PR կոմպոնենտը։ Իսկ ինչ-որ բան փոխվելու է Բարգավաճ Հայաստանի գործողությունների մեջ, եթե Աստված չտա Ծառուկյանին ձերբակալել։ Եկեք սենց ասենք, բոլոր հնարավոր եւ անհնարին մեթոդները, որոնք նախատեսված են սահմանադրությամբ եւ որոնքի շրջանակներում իրականացվելու են, իժրաբեմ նստել, չնստել, եկեք առաջ բան չանենք, ես նույնիսկ չեմ ուզում այս թեման քննարկել։ Իսկ չեք վախենում, որ ձեզ էլ կձերբակալեն։ Ճիշտ ասած, անկեղծ ասեմ, յուրաքանչյուր քաղաքական գործիչ, ընդդիմադիր քաղաքական գործիչ շատ շուտվանից այդ հարցը իրան տվել է։ Եվ ինքը իր համար որոշում ընդունել է։ Ես կարող եմ ասել մի բան, իրենք նույնիսկ չեն հասկանում ինչ գերագույն երջանկություն է քու հայրենիքի, քու հող ու ջրի համար պայքարել։ Դրանով, գիտեք, ձերբակալություններով հարց չի լուծվում իրականում։ Իրենց համար հարց չի լուծվում, գիտեք ինչի համար։ Ինչ։ Այդ տարանջատումը 100,000-ավոր մարդկանց, հա, վիրավորելը, վերագրելը, գիտեք ինչի մասին եմ ասում։ Իրանք ի վերջո ինձ թվում է հասկացան, որ խնդիրը ոչ այդքան Ծառուկյանն է, Քոչարյանն է, Սամվել Կարապետյանն է, կամ այլ հա լիդերներն են։ Այլ հայկական ոգին է, որը չկարողացան ջարդել։ Ժողովուրդը մարդիկ, իրանց խնդրեմը հայ ժողովուրդը, մարդիկ, ովքեր միգուցե հիմա իմ հետ էլ համաձայն չեն, միգուցե հիմա ինձ չգիտեմ ինչեր են գրում, ինչ քննադատում են, բայց իրանք են իրանց խնդրեմը։ Սա է, մնացածը արդեն, գիտեք, լիրիկա է։ Արման, մենք լիրիկայից խոսեցինք, ու նաև քիչ առաջ դուք ասացիք, որ միացրել է ռեպրեսիվ այդ, ավելի է ուժգնացրել այդ ռեպրեսիվ ճնշումները, ձերբակալությունները եւ այլ, եւ պետք է նաեւ փաստել, որ մինչ օրս, չնայած ակնհայտ կասկածելի ընտրությունների կասկածելի արդյունքներին, ոստիկանությունը, իրավապահ համակարգը ամբողջությամբ ենթարկվում է Փաշինյանին։ Իրավիճակը կարող էր փոխվել մենակ մի դեպքում, եթե փողոցում շատ մարդ լիներ եւ այդ իրավապահ համակարգի ներկայացուցիչները, ղեկավարները, տարբեր ստորաբաժանումները տեսնեն, որ իրենք իսկապես կատարում են մի մարդու հրաման, ով արդեն իշխանություն չունի։ Տեսեք, այնինչ դուք նկարագրում եք ինքը դասական, հա, իդեալական հեղափոխության պատկերը, սցենարը, որը ի դեպ կոչ է արել, հա, հենց նույն Փաշինյանը անել, բան շատ այնց։ Ինձ թվում է ինքը հատուկ է դա կոչ արել, որ դուք իրեն չլսեք, մտածելով որ տեսեք, լսել, չլսելու հարցը չի։ Եվս մեկ անգամ կրկնեմ, Հայաստանում հիմա չի ձևավորվել, չէ, սխալ ասացի։ Հայաստանում հիմա արկա չէ դասական առումով քաղաքական իրավիճակ։ Քաղաքական չկա, սա քաղաքականություն չի, սա տեսեք, քաղաքականությունը ենթադրում է նվազագույնը որոշակի գործընթաց, ընդդիմություն, իշխանություն, չէ իրար քննադատել եւ այլն, որոշ հարցերի շուրջ անհամաձայնություն։ Ավելի པարզ ձևակերպեք, այսինքն ուզում եք ասեք, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյան չէ եւ հեղափոխությամբ Նիկոլ Փաշինյանից իշխանություն չես կարող ասել։ Ես դա չասեցի։ Ես այս բան ասացի, ես դա չեմ ասում, ես ասում եմ, որ եթե մենք դիտարկում ենք լոկ քաղաքական տեսանկյունից, Հայաստանում չկա քաղաքականություն, կա մի մարդ, որը որոշել է, որ ինքը պետք է լինի բայց այդ մարդուն ինչ-որ ձևով պետք է դիմադրել, բայց հենց դա որ դա արդեն քաղաքական գործընթաց չի, ինքը ավելի շատ գիտեք ոնց ազգային եւ հասարակական տեսանկյունից պետք է։ Էլի բնակչության վրա է։ Ոչ մի պարագայում, ինչի համար բնակչություն չէ։ Ինձ եմ ասում առաջին հերթին։ Արման, վերջին հարցս, չեմ կարող հարցը չտալ ու բնականաբար որ պետք է հետեւյալը լինի։ Ձեր կարծիքով, հա, դուք արդեն դուրս եք մնացել, եթե հավատանք կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության ու հետևենք այդ հայտարարությանը,
երկու անդիմադիր ուժերը Հայաստան դաշինք եւ ուժեղ Հայաստանը պետք է վերցնեն մանդատները թե ոչ։ Ես ամենայն հարգանքով երկու քաղաքական ուժերի հանդեպ բացի քաղաքական սիմպաթիայից նաև բազմաթիվ ընկերներ ունեմ երկու պայքարի ընկերներ իրականում ընկերներ տարիներով իրար հետ շփված եւ ընկերություն արած մարդիկ ես կպատասխանեմ ուղիղ ես համարում եմ իմ կողմից ծայրահեղ ոչ կոռեկտ այս պարագայում ինչ-որ բան հնչեցնել վերցնել թե չվերցնել Ձեր կարծիքով դա բարդ ընտրություն է բարդագույն ընտրություն է որովհետեւ եթեներով չեմ սիրում խոսալ բայց եթե օրինակ նույն Բարգավաճը պարլամենտում էր ապա այդտեղ ընդհանրապես 80% վերահսկվում էր արդեն ըստ էության անդիմության կողմից եւ իշխանության ձեռքերը լիակատար կապված էին ստացվում այս պարագայում այո պարլամենտը չի ունենա հնարավորություն սահմանադրական ինքը չի ունենա եթե նույնիսկ չվերցնեն մանդատները մեկը մյուսի հետ կապ չունի տեսեք ես այնուամենայնիվ զերծ կմնամ այս հարցի պատասխանին ես համարում եմ իմ կողմից ծայրահեղ ոչ կոռեկտ եւ բարոյական նույնիսկ առումով հասկացա ընդունեցի ձեր պատասխանը իսկ ձեր կարծիքով մենք կտեսնենք ինչ է կարծում Գագիկ Ծառուկյանին փողոցային պայքարի ակցիաներին Գագիկ Ծառուկյանին կտեսնենք այնտեղ որտեղ կլինի ամենաարդյունավետ կետը ներկայացում միանշան նաեւ փողոցային պայքար Չէ տեսեք ես կրկին կրկնում եմ ես հասկանում եմ որ թղթակից մաքսիմալ փորձում եք ստանալ այստեղ խնդիրը հետեւյալն է Գագիկ Ծառուկյանը կլինի այնտեղ որտեղ այդ պահի կլինի ամենաարդյունավետ իր ներկայության անհրաժեշտությունը եւ հարկ եմ համարում ասել եւս մեկ անգամ Գագիկ Ծառուկյանը եղել է կա եւ մնալու է իր ժողովրդի կողքին եւ իր ժողովրդի հետ Իսկ ինչ վիճակում են Գագիկ Ծառուկյանի արյուծները ճիշտ ասած չգիտեմ Չգիտեք չեմ կարող ասել Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար Thanks.